Ձեր կարծիքով վաղար շաբաթում հաղթելուց հետո Փաշինյանը Մայրաթոռի վրա կգրոհի։ Ուզում եք ընդունեք, ուզում եք չէ, այս երկիրը կործանվելու է հաստատ։ Փաշինյանի ձեռքով եւ իր գոլեգաների։ Այսքան է հերիք այնց թվում։ Ապա ժողովուրդ ենք ուրիշ ոչ մի բան։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Իսկ Մայրաթոռը չի գրոհում ինքը։ Ինքը եկեղեցուն դեմ չի։ Ինչ եք սխալ մեկնաբանում։ Բայց նախորդ անգամ Վեհարանի վրա էր հարձակվել, ոչ թե ձեր նշած։ Վեհարանում մարդիկ են այդ մարդկանց։ Բայց Վեհարանը ճիշտ է իրենց գործականներն են։ Օրագիր։ Գրեւի հա։ Իսկ ինչ գրողը տանի Փաշինյանին ոչ, իհարկե։ Կարծում եք կգրոհի Մայրաթոռի վրա։ Իհարկե ոչ, չպետք է գրոհի։ Չէ, կարծում եմ որ չպետք է գրոհի, չի գրոհի։ Ինքը շատ փոքր է Մայրաթոռին տիրանալու համար, որովհետև ինքը մարդ կոչի վերիրավունք չունի, որպես մարդ ինքը մարդ չի, ինչ մնացած Աստվածը, ինքը Աստված չունի, ոնց կարա ինքը, եթե Աստված չունես, ոնց կարաս Մայրաթոռին տիրանաս, որ Աստված չունի, Մայրաթոռ էլ չունի, իսկ ինքը իր սեփականաթոռ չունի։ Ըստ ձեզ, վաղար շաբաթում հաղթելուց հետո Փաշինյանը կգրոհի Մայրաթոռի վրա։ Ինչ իմանամ։ Սաղ իրանց ձեռնա, կուզեն կնստեն, կուզեն կետանի, նույնն ալնելու էլի բալես, են երկուսը ինչ արեցուն ու հիմա ինքն էլ ինչ անի, սաղ նույն բաննա, աթորի կռիվա, ժողովրդի մասինով է մտածում որ։ Ինչ է կարծում որ Փաշինյանը պիտի գրոհի որ։ Դե ինքն է ասել։ Ասել է հոգևոր ժողով կանեմ, նա չի ասել կգրոհեմ։ Ինչ է կաղավաղում։ Դե չեմ կաղավաղում։ Աղավաղում եք։ Նախորդ անգամ բանը ինչ էր ըստ ձեզ։ Ինչ էր։ Ոստիկաններով օրինակ Մայրաթոռի վրա հարձակվելը գրող չէր։ Իհարկե չէ։ Այնտեղ կար խնդիր, պետք է այդ խնդիրը լուծվեր պետական մակարդակով։ Բայց ճիշտ եք համարում Մայրաթոռի վրա հարձակումը նման քանակի իրավապահ մարմինները։ Գիտեք, Մայրաթոռի վրա ոչ ոք չի հարձակվում, Մայրաթոռն է մեր վրա հարձակվում, խնդիրը դա է։ Մայրաթոռն է, որ իր արմատներից հեռացել է։ Ճիշտ է, բարձր ես։ Անկանխատեսելի։ Չեմ կարող ասել։ Ընդհանրապես տեղեկություն չունեմ, քաղաքականություն չեմ զբաղվում։ Բայց ընտրություններին մասնակցում եք, չէ։ Ամեն 4 տարին մեկ այո։ Բա չեղավ որ քաղաքականության մասնակցում։ Դե դա քաղաքացու պարտքն է, ինչ որ պարտ կատարել, չէ։ Ճիշտն ասած, այս պահին տեղեկացված չեմ։ Հետագան ինչ կլինի ուղղակի։ Լավ կլինի, որ լավ լինի, բոլորի համար, ժողովրդի համար, բայց կոնկրետ ինչ որ մեկի համար ոչինչ ասել չեմ կարող։ Ճիշտն ասած, այդքան էլ այս ամենից տեղյակ չեմ, ուղղակի չեմ կարծում, որ ինչ-որ կտրուկ քայլեր կարող են իմ կարծիքով ձեր ասած բնույթի էլի։ Իսկ ընդհանուր իրավիճակին հետևել եք այս ընթացքում։ Հենց Մայրաթոռի հետ կապված, այդ շատ քիչ եմ տեղյակ, ճիշտն ասած։ Բայց Փաշինյանը գրոհ է լավ է Հարանի վրա։ Նախորդ անգամ իրադարձություններին չեք հետևել ոստիկանական մեծ ուժերով Մայրաթոռի վրա։ Չէ, սրբազանի արածներին եմ միշտ հետևում ու լավ չեմ հետևում, կներեք։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որտեղ հետաքրքրված չեմ քաղաքականությունով։ Եթե մի բանով հետաքրքրված չեմ, պատասխանել չեմ կարող տալ։ Բայց ընդհանուր իրավիճակին չեք հետևել երբեք։ Որ հետևենք ինչի կհասնենք։ Մենք այդ հարցը լուծող ենք։ Այս հարցը պիտի ուղղեք նրանց մարդկանց, որ այդ հարցը կլուծեն։ Հարցին կարան լուծում տան։ Մեր նման մարդիկ ինչ ասեն, ընդհանրապես ավելի վատ գործին խանգարեն։ Ամեն մեկը մի հատ չմտածված մի հատ միտք կարտահայտու, հետի կլինի շատ վատ։ Դրա ավելի չխոսենք։ Վեհարանի վրա չի գրոհի։ Ինչի՞ պիտի գրոհի բայց։ Չէ, բացարձակ։ Ինքը կոնկրետ անձերի հետ կապված խնդիր ունի։ Իսկ Վեհարանը կոչված է ինչ է, մեր եկեղեցին է, չէ՞, Վեհարանին չենք ասում, դա մեր Մայրաթոռի կենտրոնական նստավայրն է մեր եկեղեցիների։ Նախորդ անգամ գրոհեցին։ Գրոհել ինչ է նշանակում, էլ ուղղակի հետո հարցակվեն, խփեն, հա, տենց։ Ոստիկաններով դուռը կոտրեցին։ Ոստիկանը մարդ չի մտնում եկեղեցի, մոմ չի վառում, չէ։ Բայց հենց այդ մոմ վառելու համար չմտան, չէ՞, կոտրեցին դուռը։ Բայց ինչ արեցին։ Եկեղեցու տարածք։ Հա մտան, դե թող բացեն մտնեն, իրանք էլ մերպես հայ են, էլ ինչ տարբերություն, եկեղեցին բոլորին է, չի, ցավն է։ Հա, բայց չէին մտնում աղոթելու համար։ Բա ինչի համար էին, մտել էին ուղակի ջարդում էին դռները։
Մտել էին եւ դուրն էին ջարդում, այսինքն չեք տեսել ընդհանուր իրավիճակը։ Որ ինչ անեն, փակեր ուզում էին աղոթեին, կոտրեցին, որ մտնեին աղոթեին։ Բայց աղոթելու համար չէին կոտրում։ Ինչի համար էին կոտրում։ Կոտրում էին, որպեսզի սրբազաններին տանեին։ Եկանք հասանք այնտեղ, որ անձի խնդիր է։ Ուրեմն երևի ինչ որ մի բան գիտեն, ի վերջո իշխանությունն է, չէ, իրանք էլ իրանց լծակներով։ Բայց ճիշտ եք համարում եկեղեցու գույքի Չէ, գույքի վնասումը ճիշտ ասած բացարձակ ճիշտ չեմ համարում, իսկ եթե որևէ կապ չունի, հոգեվորական կլինի, մշակութային գործիչ կլինի, եթե որևէ անձի հետ կապված խնդիր կա, օրինակ գտնում են, որ մարդը ինչ որ սխալներ ունի կամ թերություններ ունի, կարելի է այլ կերպով տանել եւ հարցակնել։ Ես կարծում եմ նորմալ է, երբ որ հրավիր են, չեմ կարծում որևէ սրբազան հրաժարվեր այդ գալուց, եթե պաշտոնապես օրինակ հրավիրեին հարցակնությամբ կամ որևէ ինչ որ խնդիր լիներ։ Չեմ կարծում։ Դժվար, եթե որ չեմ կարող ասեմ։ Իսկ ինչ որ ձևով կհիմնավորեք ձեր կարծիքը։ Չեմ կարող ասեմ ինչ կկանի Փաշինյանն է, բայց որ հաղթի շատ վատ կլինի։